Աստծո խաղաղությունը ամենքիդ հետ լինի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Սա մեր կիրակնօրյա պաշտամունքն է եւ իմ ողջույններն եմ հղում բոլոր նրանց, ովքեր այս ժամին միացել են մեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը երկրպագելու։ Իհարկե վստահ եմ, որոշները արդեն իսկ առավոտյան իրենց պաշտամունքները ունեցել են, սակայն մեզ համար հարմար է այս ժամը եղել, եւ մենք ընտրել ենք նման այդպես երեկոյան ժամանակահատվածը եւ որոշակիորեն մտածում ենք, որ հոգսերից էլ որոշներն արդեն ազատ են եւ իրենց հանգիստը փորձում են վայելել։ Միանշանակորեն ես վստահ եմ, որ Աստծո ներկայության մեջ է հանգիստը եւ այսօր մենք հավատքով նրա հենց ներկայության մեջ էլ ուզում ենք, որպեսզի խոսք լսենք իրենից, որպեսզի կարողանանք մեր հոգիներում արթնություն ունենալով շարունակենք մեր հետագա հոգևոր ընթացքը, մանավանդ գալիք վաղվանից հետագա աշխատանքային օրերն են սկսվում, որպեսզի Տերը ավելի կազդուրի, զորացնի եւ մենք կարողանանք պատրաստ լինել մեր ամեն անսպասելի կամ անակնկալ իրավիճակներում, որոնք պակաս չեն մարդու կյանքում։ Եվ այսօր ես ուզում եմ, որպեսզի խոսքը սկսելուց առաջ մի փոքր անդրադառնալ հետևյալ խնդրին։ Օրինակ, մենք ուզում ենք ավետարանը հռչակել։ Մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ Աստծո խոսքը լսեն։ Հաճախ լինում է բան, որ մենք առանց մարդու ներքին կարիքը հասկանալու միանգամից ուզում ենք Աստծո խոսք մատուցել իրենց։ Կարծում եմ, սա ճիշտ մեթոդ չէ։ Նախ մենք պետք է լսենք մարդկանց։ Օրինակ, երբ որ Նիկոդեմոսը հանդիպեց Հիսուսին, Հիսուսը թույլ տվեց, որ Նիկոդեմոսը նախ արտահայտվի։ Որից հետո Տեր Հիսուսը հասկացավ խնդիրը որն է, եւ այդտեղից ինքը իր զրույցը շարունակելով Նիկոդեմոսին բերեց հոգևոր դաշտ։ Սակայն եթե մենք մարդկանց կարիքներն ու վիճակները չենք հասկանում, միանշանակորեն մենք ուզում ենք մատուցելով անընդհատ ասել Աստված սիրում է ձեզ եւ փորձում ենք ավետարանից ինչ որ համարներ ասել մարդկանց հետաքրությունը շարժելու համար, նորից եմ կրկնում, շատ հաճախ հնարավոր է այդ մարդիկ էլ որոշակի հարգանքից ելնելով ոչինչ չարտաբերեն, չարտասանեն, ոչ մի բան չխոսեն, բայց այնուամենայնիվ իրենց հոգիների մեջ տրտմեն։ Եվ դրա համար, ինչպես ասում են, մարդու կարիքի համաձայն էլ պետք է մոտենալ իրեն։ Մեր սիրելի Փրկիչը Տեր Հիսուսը այդպես էր, մարդկանց ճանաչելով, ինքը ճիշտ թիրախային էր մոտենում։ Եվ որպեսզի խոսքս պարզ դառնա, թե ինչի մասին եմ ուզում խոսել, հանրահայտ բոլորիս համար շատ քաջ ծանոթ մի թեմա պիտի շոշափեմ սկզբում, որը թերևս դեռ քարոզի նյութը չէ, սակայն այն կօգնի, որպեսզի հետագայում այն ինչ որ պետք է խոսենք, ավելի լավ հասկանալի լինի։ Մենք այս վերջերս հատկապես երեկ էլ շաբաթօրյա պաշտամունքի ժամանակ ես խոսեցի հանգստի մասին։ Եվ իմիջիայլոց հորդորում եմ բոլորին, որպեսզի հետևելով մեր քարոզներին դուք կարողանաք նաև ոչ միայն ուղիղ եթերների հետևորդները լինեք, այլ նաև այն բոլոր տեսագրությունները, որ մենք մեր ալիքում առանձին էլի դնում ենք, դրանց էլ հետևեք։ Առավել ևս մենք ունենք playlist, որտեղ դուք կարող եք մտնել եւ բաժիններ կան այնտեղ, ձեր ուզած բաժնից ձեզ հետաքրող քարոզներին հետևել։ Եվ այսպես այսօր ես ուզում եմ մի բան հիշեցնել ձեզ Սուրբ գրքից եւ այդտեղից էլ սկսենք մի հատ խորհրդածել, թե իրականում ինչպես է Աստծո Սուրբ Հոգին հասնում մարդկանց սրտերին։ Օրինակ, երբ որ ինքը Մովսեսը Աստծուց լիազորված եկել էր, որպեսզի Եգիպտոսից Իսրայելին դուրս բերեր, մի քանի անգամ, երբ որ Փարավոնի մոտ մտավ եւ չհաջողեց այդ ժողովրդին դուրս բերելու համար, Փարավոնը ավելի խստացրեց այդ ժողովրդի լուծը նրանց վրա։
Եվ ինչ էր ասում, ասում էր այս հрьяաները իրենք ծույլ են, այս եբրայեցիները ծույլ են, նրանց ավելի չարչարենք, որպեսզի ավելորդ բանով չզբաղվեն։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ օրվա հոգսերի այդ ծանր լուծը, երբ մարդիկ հոգնատանջ մի կերպ ավարտել էին իրենց աշխատանքը, այլևս հնարավորություն չէր ընձեռում, որպեսզի Մովսեսին լսեին։ Պատճառն այն էր, որ մարդիկ հյուծվում էին եւ ի վիճակի չէին լսելու Մովսեսին։ Եվ այսպես եկեք մի փոքր խորհրդացենք լուծի մասին։ Ինչ է լուծը։ Լուծը դա պարտավորություն է, բեռ է։ Դրա տակ հայտնված մարդը այլևս գերի եւ ստրուկ է, հաճախ կամազուրկ։ Այսպիսի մարդիկ ենթակա են եւ ծառա նրանց կամ իրենց զգացմունքներին եւ հանգամանքներին։ Ասեմ, որ ես մի քանի մտքեր ու գաղափարներ կրկնելու եմ, որովհետեւ առհասարակ եթե նկատել եք իմ քարոզների մեջ ոչ մի ավելորդ բառեր ես չեմ սիրում օգտագործել, որովհետև եթե մի միտք մեջտեղից հանում ենք, ապա մնացածը դժվար ընկալելի է։ Ահա թե ինչու հրավիրում եմ ամենայն ուշադրությամբ լսել։ Եվ այսպես լուծի տակ հայտնված մարդիկ ենթական են եւ ծառա նրանց, այսինքն որոշներին, կամ իրենց զգացմունքներին եւ հանգամանքներին։ Այլ կերպ մարդը հնարավոր է լուծ կրի ամենատարբեր իրավիճակներում։ Մշտապես ճնշվածությունն ու անելանելի իրավիճակը օր-օրի մաշում է այսպիսիների կյանքը։ Մարդիկ կարող են իրենց շնչի, հոգու եւ մարմնի գերին լինել եւ հաճախ իրենք էլ իրենց վրա հենց լուծ դնողները լինեն։ Եվ հարմարվեն այդ կյանքին, կան այդպիսիներ էլ։ Բայց այդ լուծի հեղինակները հաճախ մարդիկ են, հենց իրենք են լինում։ Մարդը հաճախ լուծեր է կրում ինքն իր վրա եւ չհասկանալով, որ ինքն է հեղինակը, սակայն կան նաեւ լուծեր, որ ակամա են։ Մարդը դա չի ուզում, բայց մի տեսակ եկել եւ իրա վրա բեռնավորվել է։ Որոշակի խնդիրներ ունենալով, սեփական ճանապարհներով լուծելու կարողություններով տարված մարդիկ ընկնում են զանազան փորձությունների մեջ։ Կարծես այդ լուծը մի ճահճի նման բան լինի, որում մարդն ինչքան շարժվում է, այնքան ավելի է ընկղմվում։ Որոնք էլ պատճառ են հանդիսանում լուծի տակ հայտնվելուն, այսինքն երբ սեփական խելքով, կարողությունով փորձում է դուրս գալ այդ ամենի տակից, հաճախ ինքն էլ չի հասկանում, որ ավելի է բարդացնում վիճակը։ Եվ այսպես հայտնություն առաջ չեմ լինի այս բաժնում, թեպետ պատրաստվում եմ քարոզիս ուսուցմանս եւ խոսքիս ընթացքում այնուամենայնիվ ձեզ համար պատրաստած հայտնությունը, որ Տերից ենք առել ձեզ ասել, փոխանցել, բայց այս պահին ես ուզում եմ հանրահայտ մի քանի ճշմարտություններ մի փոքր մեր ուշադրությունը այդ ճշմարտությունների վրա դարձնենք։ Դա կյանքից բերված օրինակներ են։ Օրինակ, կարիքը ոմանց ստիպում է դիմել մտերիմների, հարազատների եւ հավատացյալ եղբայրների եւ քույրերի օգնությանը։ Համաձայն առակած գրքի դա հնարավոր է։ Կարիքը մարդուն ստիպում է, որպեսզի իր մտերիմներին, բարեկամներին, հարազատներին դիմի օգնության համար։ Այսպիսիներից ստացած օգնությունը պարտքի տեսքով չկարողանալով վերադարձնել, մի ծանր լուծ է դառնում պարտք վերցնողի վրա։ Սկզբում խնդրում եմ, որ իր կարիքը, այդպես ասած, լուծելու համար մի որոշակի օգնություն անեն, խոստանալով, որ անպայման ետ պիտի վերադարձնի, սակայն ժամանակներն անցնում են եւ այս անձնավորությունը չի կարողանում պարտքը վերադարձնել։ Լինում է նաեւ, որ եղբոր կամ քրոջ նեղությանը հասնելու նպատակով որևէ եղբայր կամ քույր պարտք է տալիս իր հավատակից եղբորը եւ քրոջը, ասելով. «Երբ կկարողանաս կվերադարձնես»։ Անցնում են ժամանակները, պարտքի տակ հայտնված այս անձը ոչ միայն չի կարողանում նախկին պարտքը մարել,
այդ պարտապանն է դառնում էլի մի քանիսին, քանի որ գործերը հաջող չեն ընթանում։ Այս դեպքում եթե մտածում եք միայն պարտապանն է լուծի տակ հայտնվել, սխալվում եք։ Պարսկատերը նույնպես լուծ է կրում։ Եվ ո՞րն է այդ լուծը։ Իր կորցրած գումարն ստանալու մտատանջությունն է նրանից բխող հետևանքներով դառնում իր համար լուծ։ Այս մարդու հիշողությունից մտքից չի անցնում իրենից պարտք վերցրած եղբայրը կամ քույրը եւ իրեն սրտում գնալով ավելի ու ավելի է դառնանում նրա նկատմամբ եւ այս դառնությունն էլ հենց այն լուծն է, որ կրում է տվյալ դեպքում պարտվողը։ Հետևաբար նա այլևս մեղմ ասած չի կարողանում տանել այդպիսիներին, ով չի վերադարձրել իր պարտքը։ Եվ այսպես ինչպես տեսնում ենք, երկուսն էլ լուծի տակ են հայտնվում։ Մեկը թերևս իր խշմտանքի մեջ պարտքից չազատագրվելու այդ ծանր լուծն է կրում, իսկ մյուսն էլ պարտքը ետ չստանալու մի տեսակ լուծ ու դառնություն է կուտակում իր մեջ։ Եթե սրանց երկուսի միջև խնդիրը դեռ ինչ-ինչ պարագաներում հնարավոր է լուծում ստանա, ապա այլ է բանկերին վարկերով փորձության մեջ ընկած անձի իրավիճակը։ Այսպիսի իրավիճակում հայտնված անձը անընդհատ մեկից վերցնում մյուսին մարելու պարտավորությամբ ընդամենը իր վրա ունեցած լուծը փոփոխում է ավելի ծանրացնելով իր վիճակը։ Սակայն այս վիճակի մասին երբ որ խոսում ենք ճշմարտության դեմ չմեղանչելու համար, ասենք որ հավատացյալներից ոմանք երբ իրենց միամտությամբ հաճախ նման վիճակի մեջ են ընկնում, դատապարտելի չէ, քանի որ դասեր են խաղում։ Այլ է խնդիրը, երբ մարդը խաբված է իր սրտի ցանկություններից հրապուրված։ Լուծի մասին մենք սկզբում նյութական աշխարհի հետ առնչվող հարցերին հիմա անդրադարձանք։ Եվ առաջին հայացքից մտածում ենք, թե ինչ կապ ունեն սրանք մեր հոգևոր կյանքի հետ, բայց պարզվում է, որ այո, հիմնովին, եթե ուսումնասիրում ենք, ոչ մի լուծն էլ լավ լուծ չէ, որովհետև ասացինք դա բեռ է, դա պարտավորություն է։ Մանավանդ, երբ որ մարդը իր վրա դա կրում է ոչ հոժարաբար, բնականաբար։ Սակայն կա արտաքնապես չերևացող, բայց մարդկանց հոգիները անգամ կորսյան տանող լուծ, որը մարդը ինքն է կրում հոգևոր կյանք անվանելով այն։ Շատ հավատացյալներ իրենց հոգևոր կյանքի անվան տակ բեռ ու լուծ են կրում եւ չեն հասկանում։ Եվ այստեղ խոսքը չի վերաբերում օրենքի լուծ կրելու կամ չկրելու մասին։ Մի դեպքում սեփական վարդապետության գերին է դառնում մարդը, մյուս դեպքում էլ ոմանք ի վիճակի չլինելով Աստծո խոսքով ամեն բան քննելու, հրապուրվում կամ խանդավառվում են հովվի եւ կամ մեկ այլ սպասավորի ծառայությամբ եւ եկեղեցու ոչ սուրբ գրային կառավարմամբ։ Այս միտքը նորից եմ կրկնում։ Մարդիկ հաճախ իրենց վրա լուծ են կրում եւ այդ լուծը դառնում է սեփական վարդապետությունը։ Մարդիկ կան, որ եկեղեցին ունի իր մոտեցումը, բայց այս անձը ունի անձամբ իրանը։ Այս անձնավորությունը չի էլ հասկանում, որ ինքը իր վրա բեռ է վերցրել եւ համաձայն չէ մյուսների հետ, բայց ինքը համախոհ էլ անգամ չունի։ Առակած գրքում մենք կարդում ենք այդ մասին, որ կան ճանապարհներ, որ մարդուս համար դրանք կյանքի ճանապարհ են, բայց դրա վերջը մահ է։ Երկրորդ դեպքում մենք տեսնում ենք, որ մարդիկ հնարավոր է խանդավառվեն հովվի եւ կամ մեկ այլ սպասավորի ծառայությամբ, եւ այս մարդկանց ծառայությունը իր համար լուծ դառնա, եւ ինքը դրա տակ չդիմանա, կամ էլ հավեսով այդ լուծը կրի, բայց դա այնուամենայնիվ այն լուծը չէ, որ Տերը կուզեր։ Միաժամանակ հնարավոր է, որ երրորդ կարգի հավատացյալներ լինեն, ովքեր որ իրենք կրում են իրենց եկեղեցու հարանվանության դոգմատիկ սկզբունքները եւ այդ դոգմատիկ սկզբունքները դառնում են իրենց համար լուծ։ Սրանք մոռանում են, որ ավետարանը մեզ մեկ լուծի տակ է հրավիրել լինել։
Որն է այդ մեկ լուծը։ Այդ մեկ լուծը Քրիստոսի լուծն է։ Մատթեոս 11:28-30-ը լսենք։ Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Որքան անգամներ եք սա լսել։ Որքան անգամներ եք սա լսել, սիրներ։ Դուք սա լսել եք շատ անգամներ, որ նույնիսկ քարոզել են շատ ասենք նորադարձների։ Սա ամենահրաշալի համարն է, որը Տերը հրավիրում է մարդուն դեպի իրեն։ Բայց այստեղ մենք տեսնում ենք քայլեր, որ մարդը պիտի անի։ Առաջինը մարդը պիտի գիտակցի իր անելանելի վիճակը, որ ինքը հոգնած ու բեռնավորված է։ Երկրորդ ինքը հանգստության կարիք ունի։ Երրորդ Տերն ասում է, որ իմ լուծը պիտի կրես, սակայն այդ անձնավորությունը լուծ ունի իր վրա, ոնց Հիսուսի լուծն էլ վերցնի իր վրա։ Սա դեռ կխոսենք սրա մասին։ Եվ Տերն ասում է, որ միայն այն դեպքում, երբ որ իր լուծը կիջնի իր վրա, այդ դեպքում է, որ նա կարող է միանշանակորեն լինել հանգիստ եւ ազատ։ Եվ մենք այստեղ լսում ենք, որ Տերը ասում է, իր լուծը քաղցր է եւ բեռը թեթև։ Այսպիսով հավատացյալը այո համաձայն Աստծո խոսքի այլևս Քրիստոսի լուծն է կրում։ Ասել է, թե պարտավորված է, նույնպես պարտավորված է։ Սակայն Քրիստոսի սերն է նրան քաշել եւ այդ լուծը քաղցր լուծ է։ Եթե որևէ մեկը, որ ասում է ինքը գնացել է դեպի Քրիստոս եւ հանգիստ չի ստացել, ինչպես երեք ես խոսեցի շաբաթօրյա մեր պաշտամունքում, ապա այսպիսի անձնավորության մոտ ինչ որ մի բան տեղում չի, ինչ որ մի բան ավետանից ճիշտ չի հասկացել։ Մեզ հարցնում են որն է մեր այսօրվա քարոզի նյութը, առայժմ դեռ մենք խոսում ենք Քրիստոսի լուծի մասին։ Հիմա, քանի որ մենք արդեն ասացինք այդ մասին, որ Քրիստոսի լուծն է, որ միայն մարդուն կարող է հանգիստ պարգևել, մենք բարձրաձայնում ենք խնդիրներ ու հարցեր հիմա, որոնք դուք չեք լսի որևէ այլ հեռարձակմամբ կամ որևէ այլ պաշտամունքներում։ Վստահաբար ու համարձակ ասում եմ ձեզ, որ դուք պիտի այսօր ստանաք հայտնություն, որովհետև Պողոս առաքյալն ասում է, ինչ օգուտ կտամ ես ձեր մեջ, եթե չգամ հայտնությունով, եթե չգամ ձեր մեջ, ինչպես, գիտությունով, մարգարեությունով, այսինքն, որ եկեղեցին շինվի։ Ես շնորհակալ եմ Աստծուց եւ նաեւ ձեզանից, որ աղոթում եք ինձ համար, որ առանց հայտնության չեն անցնում մեր պաշտամունքները։ Աստծո խոսքի հայտնություններ Աստված մեզ միշտ շնորհում է։ Փառք Իրան։ Համբերությամբ զինվեք, ստացեք Աստծո խոսքից ձեզ հասանելիք հայտնությունը։ Մինչև հիմա լսածդ ընդամենը ներածություն էր։ Այսօր դու պիտի քո հոգևոր կյանքում առաջընթաց ունենաս։ Եվ եթե զինվես համբերությամբ եւ ուշադիր լսես, այն ամենը, ինչ պատրաստվում ենք ասելու, վստահաբար գիտեմ, որ քո կյանքում կարևոր հարցի լուծում է ստանալու։ Այսպիսով խոսքը վերաբերում է Քրիստոսի ազատությունը ճաշակած եւ Աստծո Սուրբ Հոգու ուրախությունը իրենց սրտերում կրող այն հավատացյալների մասին, ովքեր կաշկանդված չեն զանազան այլևայլ հարանվանական պիտակներով։ Նորից եմ կրկնում։ Խոսքը վերաբերում է Քրիստոսի ազատությունը ճաշակած եւ Աստծո Սուրբ Հոգու ուրախությունը իրենց սրտերում կրող այն հավատացյալների մասին, ովքեր կաշկանդված չեն զանազան լուծերով, հարանվանական պիտակներով, հապա վերստին ծնված քրիստոնյաներ են։ Դրանցից մեկն էլ անպիտան Քրիստոսի ծառան ու աշակերտը ես եմ։ Ինձ համար անչափ ցանկալի ու գովելի է այն, որ մեր YouTube-յան ալիքի ուղիղ եթերները հասանելի եւ հասկանալի են շատերին,
որի ապացույցն է այն ամենաջերմ խոսքերն ու մաղթանքները, որ տեսնում ենք նրանցից և մեզ ուղղված կոմենտներից։ Աստված օրհնի բոլորիդ։ Այսօր ես գոհանում եմ Աստծուց, որ անկաշկանդ Աստծո սիրով մարդկանց հետ եմ հաղորդակցվում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով այսպիսի անձիկ անկաշկանդ են, ազատ են, Քրիստոսի սերը, ուրախությունը կրում են իրենց սրտերում։ Տերը օրհնի ձեզ, պահպանի ձեզ այդ վիճակում։ Ընդունեք իմ կողմից և եկեղեցու անունից Աստծո սիրո և օրհնությունների նույնատիպ մաղթանքները, սիրելի եղբայրներ և քույրեր։ Ինչքան որ դուք մեզ օրհնում եք, մենք էլ նույնապես օրհնում ենք ձեզ։ Եվ առիթից օգտվելով ասեմ, որ եկեղեցին թողարկեց իմ հեղինակած հերթական գիրքը, Մելքիսեդեկ է կոչվում այս գիրքը, և աշխարհի որ անկյունում էլ դու լինես, հասցեդ ուղարկիր և մենք պատրաստ ենք այս գիրքը նվեր ուղարկել քեզ։ Մեծ ուրախությամբ շարունակելու ենք մենք մեր հրատարակությունները, որ շատ ավելին ունենք մեր լսարանին հաղորդելու։ Յուրաքանչյուր վերստին ծնված Քրիստոսի սերը ճաշակած անձը լինի առաքելական, ես խնդրում եմ ուշադիր լսեք, վերստին ծնված առաքելական, վերստին ծնված խարիզմատ, վերստին ծնված հոգեգալստական և կամ ավետարանական իմ եղբայրն է և քույրը։ Եվ ահա, երբ որ ես արդեն այսպիսի մի հռչակում եմ անում, սրանով ես ուզում եմ ասել առաջինը, որ ինքս կաշկանդված չեմ հարանվանական դոգմատիկ որևէ սկզբունքներով։ Այո, մի ժամանակ հիսունական եկեղեցում ես էլ մեկն էի, որ ոչ միայն կաշկանդված էի դոգմատիկ այն սկզբունքներով, որում ապրել եմ, այլ ինքս էլ դրա ջատագովն եմ եղել։ Բարեբախտաբար շուրջ 26 տարի է իմ հավատքից կյանքի գրեթե կեսը ես այլևս այդպիսի սկզբունքի մեջ չեմ և Աստված ինձ սովորեցրել է, որ ունի ուրիշ գավիթներում էլ իրեն անկեղծ երկրպագողներ, ինչպես Եղիայի օրերում Եղիան մտածում էր, որ մենակ ինքն է մնացել, բայց Տերը 7000-ը պահել էր և Եղիան այդ ամենից տեղյակ չէր։ Այժմ ես ուզում եմ խոսել հետևյալի մասին, վերադառնանք նորից խոսենք ինչպես Քրիստոսի լուծը կրենք։ Սա մի հարց է, որ առաջին հայացքից շատ գեղեցիկ նենց հռչակվում է ուղղակի, էլի։ Եվ երբ որ մարդը գալիս է, ապաշխարում է, խոստովանում է իր մեղքերը, վերստին ծնվում է, ջրով ու Սուրբ Հոգով մկրտվում է, մենք մտածում ենք, որ այս մարդն արդեն Քրիստոսի լուծը կրում է։ Սիրելիներ, Քրիստոսի լուծը կրել և ապաշխարության փրկություն ստանալ, սրանք թեպետ նույն խնդրի շարունակությունն են, բայց նույնը չեն։ Հնարավոր է մարդն ապաշխարի փրկվի, բայց Քրիստոսի լուծը այնուամենայնիվ չկրի։ Եվ այսօր խնդիրը սա է, ինչպես Քրիստոսի լուծի տակ մնալ, կրել այդ լուծը և մնալ։ Նախ ես ուզում եմ, որ խոսենք այդ մասին, որ մինչև Քրիստոսի լուծը մեր վրա որպեսզի գա, մեր վրա արդեն իսկ լուծ կա։ Նախ այդ լուծը պիտի վերցվի մեզանից, որպեսզի Քրիստոսի քաղցր լուծը գա մեր վրա։ Եվ այստեղ մենք կարդում ենք լուծի կոտրելու մասին։ Մենք հաճախ վստահում ենք Աստծուն և գալիս ենք մեր անձերը ընծայում ենք Աստծուն, գալիս ենք, խոստովանում ենք կամ մեր հոգսերն ենք բերում Տիրոջ աղոթքով, բայց նորից գնում ենք մեր տները, շալակած մեր հոգսերն ու բեռները մեր վրա։ Սա չնշանակեց, որ դու ինչ-որ լուծից ազատագրվեցիր։ Եվ դրա համար ես ուզում եմ, որպեսզի ուշադրություն դարձնենք մարգարեական խոսքին, որ առաջինը Եսայի մարգարեն 58:9-ում ասում է հետևյալը. այն ժամանակ դու կկանչես և Տերը կպատասխանե։ Դու կաղաղակես և նա կասե ահա ես, բայց երբ։ Եթե որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը և չարախոսությունը դեն գցես։ Հիմա եթե դու ուզում ես, որ Աստծո ձայնը լսես, որովհետև ասում այն ժամանակ դու կկանչես և Տերը կպատասխանե։ Երբ Տերը քեզ կպատասխանի,
երբ որ դու քո միջից լուծը մատնելը չարախոսությունը դենն է տես։ Հաճախ մարդիկ այնպիսի բեռ են իրենց վրա կրում, եկեղեցու արթնության բեռ են կրում իրանց վրա, այնպիսի մի բեռ, որ դա Տիրոջ գործն է, գիտեք։ Բայց մարդը ոնց որ Տիրոջ գործն է ուզում արած լինի։ Այդ դրա տակ չես դիմանա դու։ Ոչ էլ դու կարող ես արդյունք ունենալ։ Եվ սա գիտություն չունենալու պատճառով է, որ անգամ հովիվներ հնարավոր է եկեղեցու լուծ կրեն, եւ անգամ եկեղեցիներ հնարավոր է հովի լուծը կրեն, բայց ոչ Քրիստոսի լուծը։ Եվ հիմա մենք պիտի հասկանանք, իրապես ինչպես իմ լուծը իմ վրայից պիտի դեն նետեմ։ Եվ ասեմ ձեզ, որ շարունակ սատանան ուզում է քեզ միշտ բեռնավորած վիճակի մեջ դնի։ Մի ժամանակ հնարավոր է ցնծությամբ աղաղակում էր, ուրախանում էր, փառավորում էր Աստծուն, բայց անցնում են ժամանակներ արթուն չլինելու պատճառով հանկարծ պարզվում է դու սկսում ես քո հոգևոր կյանքի վրա կասկածել։ Եվ սատանան սկսում է գրոհել քո մտքի վրա, բայց եթե Աստծուն ես եկել ես, ի՞նչ է վիճակը, բայց մեկ են մեկ, սովածել ես, մերկել ես եւ այլն եւ այլն։ Նահում մարգարեության մեջ մենք կարդում ենք առաջին գլխի 13 խոսքը Տերը ասում է։ Եվ սրանից մենք հասկանում ենք, որ մենք մեր ջանքերով մեր վրայի լուծից ազատագրվել չենք կարող։ Եվ հիմա պիտի նրա լուծը կոտրեմ քո վրայից եւ կապերդ պիտի կտրեմ։ Տերը ասում է իր ժողովրդի մասին, որ օտարի լուծ կա իր վրա։ Այդ ճնշման մեջ այդ ճնշվողը մեղք չունի։ Ես ասացի, որ կա լուծ, որի մեղավորը մարդն է, ինքն է իր վրա բերել։ Բայց տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ Աստված նաև տեսնում է, որ իր հավատացյալը, իրեն վստահող անձը այնուամենայնիվ հակառակորդին նենգության այդ ծանր բեռի տակ է հայտնվել։ Եվ Տերն ասում է, չէ, ես պիտի այդ լուծը վերցնեմ, ես պիտի ազատեմ քեզ։ Սակայն որ դեպքում է Տերը սա անում, երբ որ մարդը խոնարհվում է Տիրոջ առաջ, երբ որ ինքը դադարում է իր ջանքերով որևէ արդյունքի հասնել, եւ այդ դեպքում Տիրոջ ձեռքը մեկնվում է։ Առաքյալն ասում է. Արդային ազատությունով, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացեք եւ դարձյալ ծառայության լծի տակ մի մտեք, Գաղատացից 5:1։ Այստեղ մենք լսում ենք, որ ինչպես Պողոս առաքյալն ասում է, որ այդ եկեղեցին ինքն էր հիմնել, աչքերը կհանեին կտային Պողոսին, հրեշտակի պես էին ընդունել, բայց Պողոսը հանկարծ հերվից լսում է, որ Գաղատիային այցելել սուտ առաքյալներ, օրենքի վարդապետություն են մեջտեղ բերել, խառնել եկեղեցին եւ ժողովրդին ծառայեցրել են իրենց։ Եվ Պողոս առաքյալը անհանգստացած այդ ամբողջ եկեղեցուն կոչում է անմիտ Գաղատացիներ, ով ձեզ կախարդեց։ Հրապուրեցին ու օղը վեզները գցեցին։ Վերջ, այդ մարդիկ ստրուկ դարձան արդեն։ Ինչու՞։ Մի հատ թլպատությունն ինչա որ չեք թլպատվում։ Բայց թլպատությունից հետո բայ մնացածը, դե 10-րդ էլ տվեք, տանենք նաև տաճար ժողովրդին, քահանա եւ այլն, եւ ժողովրդին սահեցրեցին։ Եվ այստեղ Պողոս առաքյալը բավականին խիստ արտահայտվում է եկեղեցու հասցեին։ Եվ ասում է. Արդային ազատությունով, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացեք եւ դարձյալ ծառայության լծի տակ մի մտեք։ Սիրելիներ, Քրիստոս քեզ ազատում է, Քրիստոս քեզ փրկում է, սակայն այդ ազատությունը, փրկությունը ձեռքից չտալը քեզ է վերաբերում։ Զգույշ եւ արթուն եղիր։ Ես խոսում եմ նրանց հետ, ովքեր Քրիստոսի սերը, ուրախությունը, քաղցրությունը ճաշակել են։ Նրանք դրա գինը լավ են հասկացել։ Եվ դրա դիմաց, ինչ որ իրենց առաջարկվում է, նրանք Աստծո Սուրբ Հոգով լցված արագորեն զանազանում եւ հասկանում են այս արտահայտությունը, այս մղումը, այս գործի մեջ հրավիրելը արդյոք նպատակ ունի,
որ ես ավելի հոգևորապես աճեմ, թե ես պետք է մեկի գերին դառնամ։ Գիտեք, կա այդպիսի բան, երբ որ հովիվը ինքը Աստծո հոգու ներգործությամբ չի աշխատում, նա իր շուրջը հավաքում է իրեն հպատակներ։ Եվ այդ հպատակները աստիճանաբար հլու հնազանդ կատարում են իր հրահանգները, եւ կարևոր էլ չի, որ Աստծո խոսքից չլինի դրանք։ Եվ այստեղ պետք է զգուշ լինել։ Եվ ինչպես Եսայի 28-րդ գլխից մենք լսեցինք, Տերը խոստանում է։ Տերը խոստանում է, որ երբ որ դու հոժարվես, որպեսզի քո վրայից այդ լույսը վերցվի, այն ժամանակ դու կաղաղակես եւ Տերը կասի ահա ես։ Այսպիսով եկեք այժմ ուշադրություն դարձնենք Աստծո խոսքին եւ տեսնենք։ Խոսքս վերաբերում է հետեւյալին. Ինչն է խնդիր առաջացնում, որ այսօր Հայաստանում որոշները հաշվում են արդեն 70 թե ինչքան ուղղություններ։ Վերստին ծնված Աստծո զավակների այսքան բազմություն ունենք, սակայն մինչ եկեղեցական հարաբերություններ գոյություն չունեն։ Ես էլ եմ կրկնում, երբ ասում եմ մինչ եկեղեցական, ես նկատի ունեմ մինչ հարանվանական հարաբերություններ չկան։ Ամեն մեկը իր զաբորնա քաշել եւ ինքը այդտեղ է իբրև ավետարան քարոզում նայել այնտեղ եւ այլն, եւ մինչ հարանվանական հարաբերություն չկա։ Այնտեղ էլ ավերստին ծնված, այստեղ էլ ավերստին ծնված, այնտեղ էլ լեզուներով աղոթում, այստեղ էլ լեզուներով աղոթում, բայց ինչ սկզբունքներով այդ ժողովրդին գերության մեջ են պահում։ Սկզբում ուշադրություն դարձնենք մինչ եկեղեցական հարաբերությունների վերաբերյալ առաջին դարում Պողոս Առաքյալի հոգևոր գործելավոճին։ Եվ այստեղ աստիճանաբար ես մոտենում եմ բուն իմ քարոզի նյութին։ Առաքյալն ասում է, որ ինքը կանչված առաքյալ է եւ դա հաստատում է գործք առաքելոցը։ 3 անգամ նրա վկայությունը կա, որ Տերը կանչեց եւ առաքեց։ Առաքյալն ասում է, որ ինքը հեթանոսների առաքյալ է կանչված եւ դրա մասին էլ կա գրված։ Նա իր գործը փայլուն կատարեց եւ մնում էր պսակն առներ Տիրոջից։ Ողջ հռոմեական կայսրությունով մեկ Իսպանիայից մինչև Փոքր Ասիա երկայնքով ավետարանով լցրել էր։ Բազմաթիվ եկեղեցիներ հիմնեց։ Միաժամանակ շեշտադրում է, թե չի կարող ասել մի բան, որ Աստված իր միջոցով արած չլինի։ Ինչից էլ պարզ երևում է, որ ավետարանչական այն գործը, որ Պողոսը կատարում էր, որ իրեն հանձնարարված էր, այս անձնավորությունը սովորական մահկանացու չէր, որը կատարում էր ինքն իր ուժով։ Նրա հետ էր Աստված, եւ Պողոս Առաքյալն ասում է, որ չի կարող ասել մի բան, որ Աստված իր միջոցով արած չլինի։ Ապրում է ոչ թե ինքը, այլ Քրիստոս իր մեջ, նրան զորացնողը Տերն է եւ այդպես շարունակ։ Ահա մի քանի համարներ, որ ես ուզում եմ լսեք։ Այնպես ջանքարի ավետարանը քարոզելու, ոչ թե որտեղ որ Քրիստոսի անունը անվանված էր, որ միգուցե ուրիշի հիման վրա շինեմ։ Առաքյալը ասում է, որ իր հոգևոր ամբողջ գործունեության հիմքում ընկած է սա, չաշխատել ուրիշի հիմքի վրա։ Լսում եք։ Ինքը թույլ է տալիս, թողնում է, եթե որևէ տեղ կա ինչ-որ հարանվանություն, եւ մեր խնդիրն էլ չէ, ներեկեղեցական կյանքի մեջ մտնել որևէ եկեղեցու։ Բայց մենք արծարծում ենք մի վիճակ Սուրբ Գրքից, որը հայտնություն է եւ սա բոլոր հովիվների, եկեղեցու անդամների համար խիստ կարեւոր է։ Ինչպես էր Պողոսը վերաբերում այլ եւ այլ եկեղեցիներին եւ հարանվանություններին։ Կարծում եք առաջի դարում դրանք չկային։ Առաջի դարում էլ ոչ պակաս հարանվանություններ գոյություն ունեին, դեռևս Կորինթոսի եկեղեցում մենք տեսնում ենք անունների հետ կապված Կեփասյան, Ապողոսյան, Պողոսյան, Քրիստոսյան եւ այլն ամենատարբեր անուններն էին գրում։ Եվ Առաքյալն ասում է, որ ուրիշի հիմքի վրա չի շինում։ Աստծո շնորհքի չափովը, որ ինձ տրված է, իմաստուն ճարտարապետի պես հիմք դրի, բայց ուրիշը շինում է,
Միայն թե ամեն մեկը մտիկ տա ինչպես է շինում։ Առաքյալն ասում է, որ իմաստուն ճարտարապետի պես հիմք դրի, որից ենթադրվում է, որ կարող են ոչ իմաստուն ճարտարապետներ էլ լինեն, ժողովարաններ շինեն մտածելով, թե եկեղեցի են շինել։ Սա առաջու Կորինթացիս 3:10, քիչ առաջվա ընթերցածս Հռոմեացիս 15:20։ Մյուս կողմից էլ Պողոսը Տիտոսին ուղղած թղթում մի շատ հետաքրքիր հրահանգ է տալիս եւ խնդրում է մեզ 3 համարների վրա ուշադրություն դարձրեք։ Բայց մերիններն էլ թող սովորեն բարի գործերի մեջ կենալ, հարկավոր պիտույքների համար, որ անպտուղ չլինին։ Պողոս առաքյալը Տիտոսին ասում է, հրահանգում է, Տիտոս 3:14։ Մերիներն էլ թող սովորեն բարի գործերի մեջ կենալ, հարկավոր պիտույքների համար, որ անպտուղ չլինին։ Այդ ովքեր են այս մերինները, որ Պողոս առաքյալն ասում է։ Միթե այդքան եկեղեցիներ հաստատելով, այդ ամենը մերին չի կարող կոչվել Պողոս առաքյալի համար։ Գուցե հրեությունից դարձածների մասին է խոսում, իր ազգակիցների մասին է խոսում, եւ կամ այնուամենայնիվ իր թիմակիցների մասին է խոսում։ Հստակ չենք տեսնում այստեղ, բայց այնուամենայնիվ սա մի փաստ է, որ Պողոսը նաև ունի այսպես կոչված կարծեցյալ մի շտաբ, որտեղից էլ ծավալում է իր գործունեությունը, եւ այդ կարծեցյալ շտաբը հանդիսանում է մերիները։ Կլինեն դա թիմակիցներն իրա, թե հրեից դարձածները նորից եմ ասում, բայց այնուամենայնիվ այդ բառը պատահականորեն չի գործածում ինքը, որով հստակ կարծես թե մի տեսակ տարբերություն է դրվում մյուսների եւ մերիների միջև։ Այս դեպքում դեռ ամբողջը չէ, որ ինչ որ մենք խոսում ենք միջեկեղեցական հարաբերությունների մասին, Պողոսը ավելի հեռուն է գնում։ Ավելի հեռուն ասելով ի նկատի ունեմ մի բան էլ է ինքը վերհանում, բացահայտում, որը ձեզ համար, ինձ համար հնարավոր է շատ խրթին լինի։ Ինչ է ասում Պողոսը։ Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի եւ վարձք առա ձեզ ծառայելու համար։ Երկրորդ Կորինթացիս 11:8։ Այսինչ ուրիշ եկեղեցիներ են, որոնցից ինքը վարձք է առել եւ նույնիսկ անվանում է կողոպտել։ Ուրիշ թարգմանություններում գրված է, որ մի փոքր վնաս տվեցի իրենց։ Այսինքն այն իրենց բյուջեն, որ այդ եկեղեցու համար էր, կարիքների համար էր, այնուամենայնիվ ինձի հասավ։ Ինչպես հասկանանք սա։ Այսինչ վարձքի մասին է Պողոսը խոսում։ Դուք հիմա եթե ուշադիր ավետարանը կարդացել եք, սա հակասություն կհամարեք եւ կբերեք արգումենտներ եւ ճիշտ կանեք, որովհետեւ բերելով մենք պետք է քննենք ու հասկանանք, որտեղ է թաքնված ճշմարտությունը։ Չէ՞ որ Պողոսն ասում էր, որ ավետարանը քարոզում է ձրի, ինչպես Հիսուսն էլ պատվիրել էր, որ ձրի առել եք, ձրի տվեք։ Սակայն մյուս կողմից էլ ինչպես է, որ առաքյալը խոսում է վարձքի մասին եւ ավելին կողոպտելու մասին այդ եկեղեցու։ Նախ համարը նորից լսենք, այնպես էլ Տերը հրաման տվավ ավետարանը քարոզողներին, ավետարանից են ապրել։ Բայց ես սրանցից ոչ մեկն էլ չբանեցրի եւ այս բաները չգրեցի, որ ինձ այդպես լինի, որովհետեւ ավելի լավ է ինձ մեռնել, քան թե մեկն իմ պարծանքը ունայնացնե։ Որովհետև եթե ավետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ, որովհետև դա հարկ է դրված ինձ վրա։ Եվ վայ է ինձ, եթե ավետարանը չքարոզեմ։ Վասնզի, եթե հոժար կամքով անեմ այս, վարձք ունիմ։ Իսկ եթե ակամա տնտեսությունը հանձնված է ինձ, ապա ինչ է իմ վարձքը։ Այն, որ ավետարանելիս ձրի տամ Քրիստոսի ավետարանը, որ ավետարանի մեջ իմ իշխանությունը գերշ կերպով չբանեցնեմ։ Առաջի Կորինթացիս 9:14-19։ Հիմա սիրելիներ, առաքյալն այստեղ նախ սկզբում խոսում այն մասին, որ Տերը հրաման է տվել ավետարանը քարոզողներին ավետարանից ապրել։ Եվ Պողոս առաքյալն ասում է, որ ես սրանցից ոչ մեկը չօգտագործեցի, չկիրառեցի։
Կորինթացիներ, ես ձեր մեջ իմ ձեռքերով աշխատեցի, վաստակեցի եւ ձեր մի կոպեկին էլ այդպես հույս չդրեցի։ Եվ առաքյալն ասում է. «Վասնզի եթե ես հոժար կամքով անեմ այս, վարձք կառնեմ»։ Բայց ինքն ուզում է ասել, որ դա ոչ թե ինքը հոժար կամքով անում, այլ Քրիստոսի լույսը իր վրա կրելով, ընդամենը իր տիրոջ հրամանը, որ ծառային տրված է, սուս անում է առանց դրանից որևէ վարձքի ակնկալություն ունենալով։ Սա է իր հոգեմանությունը։ Եվ առաքյալը ասում է, որ սա ակամա տնտեսություն է ինձ եւ վայ ինձ, եթե ես ավետարանը չքարոզեմ ձրի։ Մյուս կողմից առաքյալը վերջում շեշտադրում է, որ ինքը իշխանություն ունի եւ այդ իշխանությունը չի ուզում գեշ կերպով կիրառել։ Նշանակում է, որ որոշները ունենալով այդ իշխանությունը կարող էին գեշ կերպով օգտագործել, կիրառել ինչը որ ինքը չի անում։ Հիմա եկեք հասկանանք այս երկու համարների միջև ինչ կա։ Մի դեպքում ինքը ուրիշ եկեղեցիներ կողոպտել է, վարձ կա առել։ Մյուս դեպքում մենք խոսում ենք, որ Պողոս առաքյալը վարձքի մասին խոսելիս այնուամենայնիվ նշում է, որ ինքը վարձքի ակնկալիքով չի ծառայություն անում Տիրոջ առաջ։ Այստեղ Պողոս առաքյալը չի խոսում այն մասին, որ ինքը չի օգտվում առաքյալի տուրքից։ Կարդացեք առաջի Կորինթացից 9-րդ գլուխը, կրկնում եմ, կարդացեք առաջի Կորինթացից 9-րդ գլուխը եւ դուք կհասկանաք, այդ ամբողջ գլուխը ամբողջությամբ կարդալով կհասկանաք, որ գոյություն ուներ իսկապես առաքյալների համար հատկացված ավետարանից ապրելու իշխանություն։ Բայց առաքյալն ասում է, որ ինքը չի օգտվում առաքյալի տուրքից, որը հաստատված էր եկեղեցում։ Եվ ի տարբերություն դրա ինքն ասում է, պարզապես իսկապես ինչպես որ որոշները սովոր էին, կային ոմանք, որ ավետարանը քարոզում էին ապրոստի միջոց ունենալու համար, վարձք ունենալու համար։ Կան շատ սպասավորներ ու ծառայողներ, որ ավետարանը քարոզում են ապրոստի միջոց ունենալու համար։ Իսկ Պողոսը Աստծո շնորհքին հանձնված մեկն էր, որի համար սոված լինել, թեկուշ լինել, ավետարանը քարոզելուն երբեք չէր խանգարում։ Հիշենք թեկուզ եւ հենց այն, թե Պողոսը խոսելիս ինչեր է քաշել։ Գիտեմ պակասություն քաշել, ավելությունով լինելն էլ, ամեն բանի մեջ ամենին լավ տեղեկացած եմ, կշտանալն էլ, սովելն էլ, ավելությունով ունենալն էլ, պակասություն քաշելն էլ։ Այս ազնվորությունը, երբ ասում է, որ ինքը սովել էլ գիտի, պակասություն քաշել էլ գիտի, եւ ինքը մի ամբողջ այդպես համարներ է տրամադրում, որպեսզի ծանոթանան իր ընդհանրապես ավետարանչության մեջ ունեցած իր նեղություններին, ասում է դուք ստիպեցիք, որ սենց ասում եմ ես, ինչեր ասես չի քաշել։ Եվ անգամ սա Փիլիպեցիս 4:12-ում որ կարդում ենք, Պողոսը գրում է բանտից։ Եվ հիմա ջանքի մեջ, աշխատանքի մեջ, շատ անգամ արթնությունների մեջ, սովի եւ ծարավի մեջ, շատ անգամ ծոմի մեջ, ցրտի եւ մերկության մեջ, երկրորդ Կորինթացից 11:27։ Այս մարդը ինչպես կարող էր վարձքի ակնկալիք ունենալ, երբ որ հոժարված ինքը դուրս է գալիս Աստծո շնորհքին հանձնված, ուշադրություն դարձրեք, Աստծո շնորհքին հանձնված մեկն է այս անձը։ Եթե մտածում եք, որ ինչպես քիչ առաջ լսեցինք, վերադառնանք Պողոսի խոսքին, որ ասում է ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի, եթե մտածում եք, որ այստեղ Պողոս առաքյալը ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի ասելով խոսում է իր հիմնած այլ եկեղեցիների մասին, ես դարձյալ այդպես չեմ կարծում եւ ունեմ հիմնավոր մոտեցում։ Քանի որ երբ մյուս եկեղեցիների մասին խոսում է, որոնք ինքն է հիմնել, նա տալիս է այդ եկեղեցիների անունները։ Իսկ այստեղ նա շատ հստակ եւ պարզորոշ ասում է. ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի։ Եվ երբ որ ձեզ մոտ էին մի բանի պակասություն քաշած ժամանակս,
ձեզանից մեկին ծանրություն չտվի, որովհետև իմ պակասությունը Մակեդոնիայից եկած եղբայրքը լրացրին, եւ ամեն բանի մեջ իմանց նրանց ձեզ ծանրություն տալու պահեցի եւ կպահեմ։ Երկրորդ Կորինթացիս 11:9։ Շատ հստակ էստեղ նշում է Մակեդոնիայից եկած եղբայրներ, ուրիշ տեղ Ֆիլիպիայից եկած եղբայրներ եւ այդպես։ Սակայն այնուամենայնիվ հարցը դեռևս չենք լուծել մենք։ Ինչ է նշանակում այդ դեպքում, որ ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի վարձք առա ձեզ ծառայելու համար։ Այո, լուծումը վերջի բառերն են։ Այդ վարձքը ինչ է հուշում։ Ես համոզված եմ, որ այստեղ Պողոս առաքյալը խոսում է ինչ որ եկեղեցիների մասին, որոնք օգտվել են իր ծառայությունից։ Իմիջիալոց այստեղ կանգ առնեմ ու ասեմ, եթե մինչ հարանվանական եկեղեցիները Աստծուց տրված շնորհներից օգտվեին, այստեղից կգնար վարդապետն այնտեղից մարգարեն կգար այստեղ։ Եվ ահա Պողոսը ինչ որ մի դասախոսություններ կամ ինչ որ մի ուսուցում ա տվել ինչ որ մի եկեղեցում եւ ստացել ա վարձք եւ այդ վարձն ինչին ա ծառայեցրել ինքը։ Եվ գրվածն ասում է այդ մասին, որ Պողոսն ասում է, որ ձեզ ծառայելու համար։ Պողոսը ասում է, որ դուք պետք է հոգ տանեիք իմ մասին ով կորինթացիներ, սակայն այդ եկեղեցիների միջոցներով ես ձեզ ծառայեցի։ Այդ եկեղեցու միջոցներով ես հասա ձեզ։ Դուք ոչ իմ ճանապարհը ծախսը լուծեցիք, ոչ իմ մնալու տեղը, ոչ իմ սնվելու հարցը, բայց այդ եկեղեցին, որ ձեր հետ կապ չուներ, օգնել է ինձ։ Սեներ, դուք հասկանում եք խոսքը ուր ա տանում մեզ։ Քրիստոսի սերը, ճաշակած, վերստին ծնված, ցանկացած հարանվանությունում քրիստոնյա աշակերտը չպետք է կաշկանդված լինի իր եկեղեցու դոգմատիկ հարանվանական սկզբունքներով։ Նա եթե տեսնում է որևէ տեղ ավելի մեծ գործիչ կա, որը աշխատում է, որը ես քիչ հետո Սուրբ գրքով ավելի մենք կգնանք Աստծո խոսքի մեջ եւ կհիմնավորենք, որ Պողոսի ժամանակներում այդպես էլ եղել է։ Աստծո սիրով լցված մարդիկ վեր են կանգնած եղել իրենց հարանվանական դոգմատիկ սկզբունքներից եւ միանշանակորեն միջազգային ավետարանչությանն են ծառայել։ Ուրեմն Պողոս առաքյալն ասում է, որ ինքը այդ վարձքն արել է Կորինթոսին ծառայելու համար։ Մի կողմից Պողոսն ասում է, որ մերիններ ունի, մյուս կողմից կաշկանդված չէ, այլ եկեղեցիների հետ հարաբերվելու։ Միաժամանակ Կորինթոսի եկեղեցին չնայած ինքն էր հիմնել, ուշադրություն դարձիք, սա էլ է շատ նուրբ կետ։ Կորինթոսի եկեղեցին ինքն էր հիմնել, սակայն մեծ զգուշություն է անում, որպեսզի Աստծո վրա ունեցած իր պարծանքը ունայն չլինի, որովհետև Կորինթոսի եկեղեցին դեռևս առողջ չի։ Եվ չասեն, տեսեք, Պողոս առաքյալը մեր հաշվին է ապրում։ Այսպիսի հոտառություն ունենալով Պողոս առաքյալը ինքը զերծ է պահում իրեն Կորինթոսից որոշակի նյութական օգնությունների կամ էլ իրեն ծառայելու ասենք խնդրից։ Մի պահ դադար առեք։ Այնինչ որ պետք է շարունակեմ ասել, չէիք հասկանա, եթե մինչ այս ասածս չլսեիք։ Եվ հիմա պատրաստում եմ մի հարց ուղղել բոլորիդ, իմ շատ սիրելի ունկնդիրներիդ եւ հայ քրիստոնյա հասարակությանը առհասարակ։ Հայ քրիստոնյա հասարակությանը առհասարակ ուղղում եմ հետեւյալ հարցը Աստծո առջև կանգնած լինելով։ Արդյոք առաքելական եկեղեցու հավատավորը, խարիզմատը կամ հոգեգալստականը կտեսնեք երբևէ միասին աղոթելիս։ Հարցս նորից եմ կարդում։ Արդյոք առաքելական եկեղեցու հավատավորը, խարիզմատը կամ հոգեգալստականը կտեսնենք արդյոք միասին աղոթելիս։ Ես միայն աղոթել բառն եմ ասում։ Ինչն է խանգարում։
Կարծում եմ ոմանց համար զարմանալի հնչեց այս խոսքս, իսկ ոմանց համար բաղձալի։ Խնդրում եմ արձագանքեք նրանք, ովքեր բաղձանք ունեն երբևէ որ այսպիսի վիճակ տեսնեն։ Նորից եմ կրկնում, արձագանքեք, ես հասկանամ իմ ունկնդիրներից քանիսն են ներքին խորը փափագ ունենում, որ անպայման դա տեղի ունենա։ Ես միայն ոչ եմ լսում, բայց այդ ոչն ինչ կարող է նշանակել։ Ուզում եմ հասկանալ։ Որովհետև ոմանք կարող են ասել ոչ, դա անհնար է, մյուսները կարող են ասել երանի թե։ Ովքեր են, որ կարող են ասել երանի թե այդպես լիներ։ Ես առաջինն եմ ասում, երանի թե այդպես լիներ։ Ինչ է համաձայն որևէ մեկ կա թե չէ։ Այստեղ ես լսում եմ, որ ամեն մեկը ունի իր եկեղեցու դրվածքը։ Ես սկսում եմ լսել նաև երանելիների շարք։ Երանի թե արձագանքներ նաև ունեցա։ Եվ հիմա սա մի թեստ էր, եւ խնդրում եմ ուշադիր եղեք։ Համաձայնվում են, միաբանություն չկա, այո, դա բայց դերևս պատասխան չէր, սա թերևս մի թեստ է, որ քննելով քո անձը կհասկանաս, արդյոք դու օտար մի լուծ ես կրում, թե Քրիստոսի լուծը։ Եվ հիմա տեսեք ինչ պարզվեց։ Նրանք, ովքեր ասում են դա անհնար է, եւ հիմնավորում են, որ իրենք ունեն իրենց սկզբունքներն ու վարդապետությունները, նրանք Քրիստոսի լուծը չեն կրում։ Ինչու եմ համարձակ ասում։ Ես ընդամենը աղոթքի մասին խոսեցի։ Ես չասեցի վարդապետական հարցեր։ Ինչը կարող էր խանգարել, որ միասին աղոթք անեին։ Պարզվում է, որ ամեն մեկի դոգմատիկ սկզբունքը, որ դիմացինին աղանդավոր է համարում, թույլ չի տալիս, որ ծունկի գա նրա հետ աղոթք անի, եւ սա խոսում է այն լուծի մասին, որ իրա վրա դրված է։ Որոշները կարող են չհամաձայնել այս իմ սկզբունքի հետ։ Նորից եմ կրկնում, խոսքը վերաբերում է աղոթքին։ Այդ մարդը քեզ չի խանգարում։ Նորից եմ կրկնում, այդ մարդը վերստին ծնված առաքելական է։ Աստված իր հոգով եկել բնակվում է իր մեջ։ Խարիզմատի մեջ ապրում է, հոգեգաստականի մեջ ապրում է, ավետարանականի մեջ ապրում է, մեկը լեզուներով աղոթում է, մյուսը չի աղոթում։ Ինչն է խանգարում, որ մեկտեղ գան եւ աղոթք անեն։ Ընդհանրապես աղոթք։ Եթե զարմացար եւ քեզ համար անընդունելի եղավ իմ հարցս, ուրեմն իսկապես դու կրում ես այլ լուծ։ Ես համաձայն եմ, որ ամեն մեկը իր հերթին է ճշմարիտ համարում։ Մենք խնդրի մասին չենք այդպես ներկայացնում։ Մենք ընդհանրապես խոսում ենք այս մասին, որ այդ անձիկ հավաքվեն մեկտեղ եւ աղոթք անեն։ Դուք պատկերացնում եք մեկ օր աղոթքի։ Ես հիշում եմ, սա ես ուղղակի ասել եմ մի փոքր այլ միջավայրում, նորից կրկնեմ, երբ որ Ամերիկայից ես ետ էի վերադարձել, Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակն էին նշում, դիմեցի եղբայրներին, ասացի, ես ուզում եմ ստադիոնը վարձել։ Ես ունեմ միջոց, ես ստադիոնը կարող եմ վարձել։ Անգամ պատրաստ էի Հրազդան ստադիոնը վարձելու։ Հավաքել բոլորին այնտեղ եւ միայն աղոթք անել։ Ինձ ասեցին, այդ ուղղությամբ աշխատում են, սակայն խաբեցին, կարելի ասել, եւ ոչ Աբովյանի ստադիոնում, ոչ էլ Հրազդանում այդ ժողովը տեղի չունեցավ։ Սակայն դա հրաշալի ժամանակ էր։ Այն, որ գալու է այդ պահը, երբ հարանվանական բարիերները կքանդի Տերը եւ մյուս բոլոր գավիթներից կհավաքի իրենները, դրանում ես չեմ կասկածում։ Թերևս հիմա այն, որ լսում ես գուցե անհավանական թվա, սակայն անհատներ կան, արդեն իրանց սրտում փայփայում են այս հույսը, բայց ձեր ժամանակն էլ կգա։ Վերոնշյալը հասկանալուց այսքան երկար ուսուցումից հետո, ժամանակն է, որ վերջապես, պատկերացրեք, ես արդեն համարյա 1 ժամ խոսում եմ, շատ կարևոր հայտնություն ձեզ հաղորդելու Սուրբ գրքից։ Եթե այն, որ միջև հիմա
քեզ չբավարարեց ինչ որ ես ասելու եմ, ասել եմ, ապա այն ինչ որ պիտի լսես հիմնավորելու եմ Աստծո խոսքով։ Միջ եկեղեցական հարաբերությունների մասից թեպետ մենք այլ թղթերից հղումներ արեցինք, սակայն մի թուղթ առանձնանում է դրանցից, որում մեր խնդրու առարկան ավելի մատչելի կդառնա քեզ։ Հռոմեացիս թուղթը ոմանք ավետարան են համարում, եւ սա չափազանցություն չէ, քանի որ առաքյալը հենց ինքն է իր նամակի մեջ ասում է այդ մասին, իսկ սկզբում հռոմեացիներին ուղղելով իր խոսքը ասում է, որ ավետարան քարոզելու ցանկություն ունի։ Պողոսը ասում է, որ Հռոմում չի եղել եւ ինքն էլ չի հիմնել այնտեղի եկեղեցին։ Միայն թե նրանց հավատքը պատմվում է աշխարհով մեկ։ Եկեք Հռոմի եկեղեցու մասին մի փոքր տեղեկություն տամ։ Նախ Հռոմի մասին։ Հռոմը այդ քաղաքը առաջին դարում 1 միլիոն բնակիչ ուներ, որից 45-50 հազարը կազմում էր հրեական համայնքը։ Գործ 28:17-21 ընթերցեք։ Եվ բնականաբար առաջին քրիստոնյաները կարող էին հենց այս ուխտավորները լինեին Հռոմից, նաև ովքեր Պենտեկոստեի տոնին Պետրոսի քարոզից հետո ապաշխարել էին։ Չի բացառվում նաև վաճառականների Երուսաղեմից Հռոմ եկածների կողմից էլ մի ուրիշ ալիք լիներ, բայց հաստատ Հռոմի եկեղեցին Պետրոսը չի հիմնել։ Սա մի ավանդությունն է, որ կաթոլիկ եկեղեցին հորինել է ինքն իր համար։ Հռոմում կային տնային շատ եկեղեցներ, դրա մասին էլ է գրված Սուրբ գրքում։ Աստծո ավետարանը տարածելու գործելավոճը ինչպես Ստեփանոսի նահատակությունից հետո, որի ժամանակ եկեղեցին ցրվեց աշխարհով մեկ, այստեղ Հռոմում էլ Կլավդիոսը, որը Սուրբ գրքում Կղոդիոս կայսրն է, նրա օրոք եղավ հրեաներին վտարելու հրաման։ Հռոմից նույնպես ավետարանչության հնարավորություն ստեղծվեց բոլոր աշխարհով մեկ։ Ցրվածները ավետարանը պիտի հռչակեին։ Եվ սա Տիրոջ մի նախասահմանած վիճակն էր։ Այդ հրամանը կորցրեց ուժը միայն 54 թվականին, կայսրի մահից հետո, որից հետո շատ հրեաներ, այդ թվում քրիստոնյաներ, ետ վերադարձան Հռոմ։ Դրանց թվում էին նաև Ակյուղասն ու Պրիսկիղան։ Սրանից հետո Պողոսն Աթենքից բաժանվելով եկավ Կորինթոս եւ մի հրեա գտավ անունը Ակյուղաս, ազգով Պոնտացի եւ նրա Պրիսկիղա կինն էր, Իտալիայից նոր եկած։ Կղոդիոսի հրամանի համեմատ, որ բոլոր հրեաները Հռոմից հեռանան եւ նրանց մոտ գնաց։ Գործք 18:1-2։ Պողոսը իմիջիալոց հռոմեացիս թուղթը գրում է Կորինթոսից կամ Կենքրայից։ Կենքրան Կորինթոսից հեռու չէր։ Իմ խորին համոզմամբ այն հանգամանքը, որ Պողոսը ճանաչում է եւ անգամ ամենասերտ հաղորդակցությունն է ունեցել Հռոմի եկեղեցու որոշ անդամների հետ, որոնց հանդիպել է նրանց պակասությունները տեսնելով էլ, Պողոսը իր հեթանոսների առաքյալի պարտքի գիտակցումով է, որ որոշում է ավետարանը քարոզել նրանց միջումը։ Կրկնում եմ, Հռոմից դրսում եղող շատերն են եղել, որոնց հետ Պողոսը հանդիպել է, դրանցից մեկի անունը Գայոսին, որին բարևում է, Կորինթացիս թղթում Պողոս առաքյալն ասում է, որ ինքն է մկրտել, բայց ինքը չի եղել Հռոմի եկեղեցում, Գայոսը վերադարձել է Հռոմ, եւ Պողոսը բարևում է այդ Գայոսին, ես չեմ գնա ավանդությունների մեջ, արդեն այն ամեն ինչ որ գրված է, բայց սրանից դուրս կան նաև էլի ավանդություններ, եւ առաքյալն ասում է հետեւյալը. Առաջ գոհանում եմ Աստվածանից Հիսուս Քրիստոսի ձեռովը ձեր ամենի համար, որ ձեր հավատքը բոլոր աշխարհի մեջ պատմվում է։ Ինքը չի հիմնել Հռոմի եկեղեցին, որովհետև Աստված ինձ վկա է, որին ես պաշտում եմ իմ հոգովը նրա որդու ավետարանում է, թե ինչպես անդադար ձեզ հիշում եմ, ամեն ժամանակ իմ աղոթներում նաղաչելով, որ լինի թե մի անգամ հաջողվի ինձ Աստծո կամքովը ձեզ մոտ գալ, որովհետև շատ ցանկանում եմ ձեզ տեսնել, որ մի հոգևոր շնորհք հաղորդեմ ձեր հաստատվելու համար, այսինքն որ ձեզ հետ մխիթարվիմ մեր փոխադարձ իմ եւ ձեր հավատքի միջոցով։ Եղբայր, չեմ կամենում, որ դուք չգիտենաք, թե շատ անգամ միտքս դրի, որ ձեզ մոտ գամ, թե միջև հիմա արգելվեցա, որ ձեր միջումն էլ պտուղ ունենամ, ինչպես եւ ուրիշ հեթանոսների մեջ, որովհետեւ ես հույներին եւ բարբարոսներին, իմաստուններին, անմիտներին պարտական եմ, այնպես իմով սան հոժար եմ ձեզ էլ, որ Հռոմում եք ավետարանը քարոզել։ Հռոմեացից առաջի գլուխ 8-15։
Հիմա ժամանակն է, որ ես վերջը իմ խոստացած հայտնության մասին ձեզ վկայեմ, Հռոմեացիս թղթի 16-րդ գլխից, պիտի ձեզ ներկայացնեմ բոլոր այն հիմնավորումները, որի շուրջ ես խոսել եմ քիչ առաջ, ներկայացնելով ձեզ միջեկեղեցական հարանվանությունների մեջ Պողոս Առաքյալի անխոճ աշխատանքը եւ այդ եկեղեցիների ազատության մասին եմ խոսելու, ինչպես օտար մեկին, այսպես կանչենք, Պողոսը իրանց համար օտար մեկն էր, ինչպես են իրենք օգտակար եղել, թեպետ հետագայում Պողոսը երբ որ Հռոմ կգնա բանտ կընկնի, այս հոգիներից կամ ոչ մեկը չեն լինի իր շուրջը կամ նահատակված կլինեն, որովհետև 64 թվականին մեծ հալածանք ա եղել Հռոմում եւ Պողոսին այս որ ինքը 16-րդ գլխում բարևում է, նրանցից ոչ մեկն էլ այցի չի գալիս։ Սակայն դեռևս երբ որ սրանք դեռ չի եղել, սա դեռևս 52 թվականն է, 51-52 թվականն է, Պողոս Առաքյալը այնուամենայնիվ Հռոմի եկեղեցու բազմաթիվ անդամների հետ շփվել, նրանց լավ ճանաչել է, որոնց էլ ինքը ուղղել է։ Մոտ 27 անուններ է տալիս, որոնց մեջ կան նաև կանանց անուններ։ Եվ ես ուզում եմ, որպեսզի արագորեն 16-րդ գլխից ես մի քանի թիրախային հայտնություններ ձեզի մատուցեմ։ Հանձնում եմ ձեզ մեր Փիբե քույրը, որ սպասավոր է Կենքրայի եկեղեցու։ Սպասավոր բառը հունարեն դիակոն բառն է, որ սպասավոր է, սա քարոզիչ չէ, սրա մասին առանձին խոսել եմ, Փիբե քույրը ինքը թերևս 60-անց կին էր եւ ուներ իր սպասավորության պարտավորությունը, մատղաշ կանանց խրատելու եւ այլն, առանձին դեպքերում առաքյալների առաջադրանքներ ներկատարում նամակներ տանելով։ Ես սա սովորական մի բան էր, առաջի դարում կանայք եղել են բավականին հավատարմորեն Աստծուն եւ առաքյալներին ծառայողներ, ինչպես Պողոսն ասում է, որ Կեփասը եւ մյուս առաքյալները քույր կին են իրենց հետ մանածում, նույնպես Պողոսն ասում է, միթե մենք իրավունք չունենք, այո, իրավունք ունեցել է եւ իր հետել են եղել ոմանք։ Եվ այդ մասին էլի կկարդանք։ Ուրեմն դիակոն բառը նաև Պողոս Առաքյալը իր մասին գրելիս է ինքը օգտագործում որպես Քրիստոսի սպասավոր, ինքը ոչ միայն առաքյալ անունն է կրում ապոստոլոս կամ էլ ուրիշ անուններով, այլ դիակոն նաև։ Հիմա այստեղ դիակոնիա ասենք ինքը Փիբեն կոչվում, բայց նաև դիակոն անունը Պողոսին է վերաբերել, որը նշանակում է ընդհանրապես սպասավոր։ Ինչ սպասավոր, դա եկեղեցու ներքին վարդապետական սկզբունքներից ելնող սպասավորություն է եղել։ Եվ ասում է, որ նրան ընդունեք Տերով, ինչպես սուրբերին արժան է, Փիբեն սուրբ է, եւ հոգ տանիք նրան, ինչ բան որ ձեզանից պետք ունենա, որովհետեւ ինքն էլ շատերին խնամք է տարել եւ իսկ ինձ էլ։ Փիբեն խնամել է Պողոսին, տեսեք ինչ սպասավորությունը այս կնոջ սպասավորությունը։ Պարզ Պողոսը այստեղ նշում է ոլորտը, որում ինքը եղել է։ Բարև տվեք Պրիսկիղային եւ Ակյուղասին իմ գործընկերներին, Քրիստոս Հիսուսումը, որ իմ անձի տեղ իրանց վիզա առաջարկեցին։ Սրանք Հռոմում են եւ Պողոսը նամակ է գրում, որ բարևեն իրենց։ Որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները եւ նրանց տանը լինող եկեղեցուն բարևեք։ Էպենետին իմ սիրելուն, որ Աքայայի Անդրանիկն է ի Քրիստոս։ Բարև տվեք Մարիամին, որ շատ աշխատեցավ մեր վրա։ Այս կինն էլ բավական մեծ ծառայություն է ունեցել Պողոսի եւ իր թիմակիցների վրա։ Բայց Հռոմի եկեղեցու անդամ է։ Կարելի է ասել Պողոսը ասում է, որ մերիններ չի համարվում ինքը։ Բարև տվեք Անդրոնիկոսին եւ Հունիային, իմ ազգականներին եւ գերությանս ընկերներին, որ առաքյալների մեջ երևելիներ են, ում մեջ առաքյալների մեջ։ Ահա դուք էլի անուններ կընթերցեք գործ կառաքելություն էլ թղթերում են, որ միայն 12-ը բավարար Իսրայելի 12 ցեղերի համար են եղել, բայց նաեւ 12 այլ առաքյալների անուններ կա հեթանոսներից դարձածների մեջ, որոնցից երկուսի անունը մենք լսում ենք։ Բարև տվեք Ամպիային, իմ սիրելուն Տերումը, բարև տվեք Ուրբանոսին, մեր գործակցին Քրիստոսումը, Ստաքեսին, իմ սիրելուն, բարև տվեք Ապեղեսին, որ ընտիր է Քրիստոսում, բարև տվեք նրանց, որ Արիստոբուլոսի տանիցն են, դարձյալ տան եկեղեցի ենք մենք այստեղ տեսնում, բարև տվեք Հերովդիոնին, իմ ազգականին, բարև տվեք նրանց, որ Նարկիսեի տանիցն են Տերումը, սա էլ է եկեղեցի, տան եկեղեցի է։ Որոշ տվյալներով այս անունը կարող է ասոցացվի ինչ որ մեր ազգակցի հայի հետ։
Բարև տվեք Տրիփանոսին եւ Տրիփոսին, որ աշխատողներն են տերումը, բարև տվեք Պերսիդես սիրելուն, որ շատ աշխատեց տերումը, բարև տվեք Ռուփոսին, որ ընտիր է տերումը, եւ նրա եւ իմ մորը, բարև տվեք Ասինկրիտոսին, Փրեգոնիային, Երմասին, Պատրոբային, Երմեսին եւ եղբայրներին, որ նրանց հետ են, բարև տվեք Փիղողոսին, այս ըլը պիտի կարդալ նաև ուղղակի սա հին եբրայերեն գրաբարից պահպանված անուններ են Հուլիային եւ Ներեոսին եւ նրա քրոջն ու Օլիմպիային եւ բոլոր սուրբերին, որ նրանց հետ են։ Բարև տվեք իրար սուրբ համբյուրով, բարև են տալիս ձեզ Քրիստոսի բոլոր եկեղեցիները։ Սիրելիներ, ես այսքանը ընթերցեցի, որպեսզի ցույց տամ, Պողոսը չի եղել Հռոմում, բայց Պողոսը բարևում է մի շարք անձանց, որոնց հետ թերևս շփվել է նաև Հռոմից դուրս տարբեր երկրներում։ Իր բոլոր, ասենք, շրջագայությունների ժամանակ Հռոմից եղող քրիստոնյաների հետ ինքը շփվել է։ Ուրեմն այժմ առարկայնորեն մոտենանք, արդյոք Հայաստանում միջեկեղեցական հարաբերություններ կան, ոչ, 1000 անգամ ոչ։ Հոգեգաստական հավատացյալը առաքելականի հետ ինչ գործ ունի, ավետարանականը խարիզմատի հետ ինչ գործ ունի, ինչ ճիշտ հասկացեք, հարանվանական միաբանություններ կարող են իրենց ներսում ամենասերտ հարաբերություններ ունենալ, սակայն ոչ դրսինների հետ։ Իմ հորդորը ելի եմ կրկնում ճիշտ հասկացեք, երբեք որևէ մեկի ներ եկեղեցական կյանքին խառնվել չէ իմ գործը, սակայն երևույթը, որի վերաբերյալ անընդմեջ խոսում եմ, սա է, հնարավոր է խարիզմատ եկեղեցին ավետարանական եկեղեցու հետ միասին կամ նրան որոշ միջոցներ տրամադրելով ավետարանչության գործի մեջ օգտակար լինի կամ 50-ականը մյուս եկեղեցիներին։ Ինչու վերստին ծնվածները, որոնք իրենց մեջ կրում են Աստծո հոգին, չեն կարող մյուս եկեղեցիների վերստին ծնվածների հետ սերտ կապերի մեջ լինել, աղոթել ու օգնել իրար։ Ես կրկնում եմ, վերստին ծնվածները Եվ միթե սրա պատճառային լուծերը չեն, որոնք որպես վարդապետություն ծանրացած նստած են հավատացյալների վրա։ Եկեք լայնախոհ լինենք։ Սիրելի եղբայր եւ քույր, Հիսուսն ասաց, որ սրանով կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Եվ չեմ կարծում, թե խոսքը միայն քո եկեղեցու անդամներին է վերաբերում, որոնց նկատմամբ դու պատրաստ ես քո սերն էլ, ողորմությունն էլ, գթությունն էլ ցուցաբերելու։ Աստծուն սիրողների համար մի մտահոգություն կա, Տիրոջ լուծը կրողների համար մի մտահոգություն կա, որպեսզի նրա հետ ապրողները, Աստծո հետ ապրողները, Տիրոջ խոսքով ապրողների հետ գործակից լինեն։ 50-ական եկեղեցին երբ ինձ հալածեց եւ դուրս արեց, ես չեմ դադարել այնտեղ նորադարձներ ուղղել։ Սա գուցե առաջին անգամ լսեք, հետո վկայությունով կասեմ ինչպես 50-ական եկեղեցին դուրս արել, բայց ես այդ նույն եկեղեցին նորադարձներ եմ ուղարկել։ Եվ մինչև այսօր էլ ուղարկում եմ։ Ավելին, երբ շատերը ցանկացել են հետևել իմ օրինակին եկեղեցից դուրս գալու, ես հորդորել եմ մնալ նույն եկեղեցում, եւ իմ խոսքս բոլորովին եկեղեցիներից ինչ որ անձանց դուրս բերելը չի։ Այլ ընդհանրեն ասում եմ, այն գոհարներն ու այն ադամանդները, որ Քրիստոսի սիրով լցված են եւ անկաշկանդ են, նրանց վրա չկա օտար մի լուծ, նրանք վայելում են երկինքը, թող որ միմյանց ճանաչեն եւ միմյանց հետ աղոթողներ լինեն, որովհետեւ Աստված սրան է հավանում։ Նմանապես առաքելական եկեղեցու սարկավաքի հետ ես շատ ապացույցներ ունեմ ընդհանրապես իմ հաղորդակցությունների մեջ։ Առաքելական եկեղեցու սարկավաքի հետ աղոթելուց իրենց տանը աղոթք էին կանում, երբ ծունկի իջանք, երկար խոսեցինք, մոտ 2 ժամ, ծունկի իջանք աղոթք անելու միասին, ես իրեն ընդամենը առաջարկեցի, որպեսզի աղոթքն ինքը բարձրացնի եւ աղոթի ինձ համար։ Սակայն որքան զարմանքս մեծ եղավ, երբ որ խոնարհաբար այս սարկավակն ասեց, դու ինձանից ավագագույնն ես, աղոթիր ինձ համար։ Իսկ ես ով եմ ունկնդիր, որ ճաշակել ես Աստծո քաղցրությունը եւ կաշկանդված ես, իմ հորդորն է հետեւյալը. հաղորդ եղիր բոլոր Աստծուն անկեղծ սիրողների հետ, օգտակար եղիր ավետարանչական ընթացքին, Տերը տա քեզ տեսնելու աչքեր, լսելու ականջ եւ Եղիայի նման չկարծես դուք եք, դու ես մենակ, սակայն
Այնուամենայնիվ Տերը մի օր քո աչքերը կբացի եւ ցույց կտա այդ 7000-ը, ցույց կտա նրանց ծունկի վրա լինելը, ցույց կտա նրանց աղոթելը։ Դու չլինես, մեկ ուրիշը կլինի հաստատ։ Եվ դա անում են Փարթիրոջը։ Ես աղոթում եմ, որ աղանդավորության վախճանը մեկ օր գամ է երկրում։ Եվ Քրիստոսի սերը դրոշ դառնա բոլորի համար, իսկ Սուրբ Հոգին մնացածը կանի։ Նորից եմ կրկնում, իմ աղոթքն է, որ աղանդավորության այս լուծը մեր ժողովրդի վրա որ ծանրացել է, այդ խավարը վեր առնվի եւ մարդիկ լցվեն Քրիստոսով եւ Սուրբ Հոգին կանի իր գործը։ Եվ այս ամենը մի պարզ քայլից մի խորշեք միասին աղոթել։ Թող Տիրոջ անունը փառավորվի այս ամենի մեջ։ Ամեն։ Քրիստոսի լուծը միայն պահպանեք ձեր վրա եւ կոտրեք ամեն լուծ, որ Տիրոջից չի։ Թող Տերը փառավորվի մեր կյանքում։ Ամեն։